Այսօր փաստացի մեկ տարին է Լերանում, ինչ Սրբազան հայրը կալանավորված է Գյումրիում, ինչ տրամադրություններ են եւ մեկ տարի անց ինչ ակնկալիքներ ունեք դատարանից։ Դե ակնկալիքները, այսպես ասեմ, շատ մեծ չեն, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ նույնիսկ այս իրավիճակում էլի ինչ-որ չափով պիտի արտարադատությանը նման լինի։ Ակնկալիքը այդքանն է, որ կոնե ինչ-որ սահմանափակումներ կհանեն։ Խորքի մեջ չենք սպասում, որ արտարացնեն, չնայած բոլոր հնարավորությունները կա, բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, նաև քաղաքական պատվերները, նաև այն, որ մինչև այսօր ընդդիմադիր մարդիկ են ձերբակալվում եւ ցանկացած մեկով իշխանությանը կարծիքին հետ չհամընկնող կարծիք արտահայտի, շատ արագ կձերբակալվի։ Դրանից ելնելով չեմ կարծում, որ արտարացնեն, բայց գոնե ինչ-որ չափով պիտի այդ սահմանափակումները վերացնեն ու երևի կուղարկեն Գյումրու դատարան։ Հնարավոր է այդ տարբերակը լինի, նորից վերաքննվելու էլի։ Եվ տեղեկացանք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, իրավապահները խուզարկում են Գյումրու համայնքի ավականու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը, որպես Գյումրու բնակիչ ինչ տեղեկություն ունեք եւ այս ռեպրեսիաների նոր ալիքին ինչպես եք վերաբերվում։ Դե իհարկե շատ վատ ենք վերաբերվում, դատապարտում ենք, այսպիսի բան որևէ իշխանության ժամանակ չի եղել, երբ ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ տուն մտնեն, հետաքննեն, հետախուզեն, չգիտես ինչեր անեն։ Այսպիսի բաներ չի եղել ամեն դեպքում, ինչքան էլ որ իրենք ժամանակին բողոքում էին նախկին իշխանությունների ժամանակ այս տիպի ալիքով ռեպրեսիաներ երբեք չի եղել։ Մենք որպես գյումրեցի շատ մտահոգ ենք, որովհետև ակնհայտ երևում է, որ մեր ձայնը հաշվի չի առնվում։ Մենք ընտրում ենք քաղաքապետ, ընտրում ենք կուսակցություններ եւ այդ ամեն ինչը պարզապես գործող իշխանությունը արհամարում է եւ հիմա էլ ոնց որ ինչ-որ խոսակցություն կա, որ նոր ընտրություններ անեն։ Այդ անցած ընտրությունները իրենք չէին անողը, իրենք էին չէ իշխանություն, այսինքն իրենք ընդունում են, որ անցած ընտրությանը իրենք թերացել են, իրենք թույլ են տվել սխալներ, հիմա պիտի թույլ չտան։ Նույն մարդիկ չեն, եթե անցածին են սխալվել, հիմա էլ են սխալվելու։ Կամ պարզապես խնդիրը է, որ իրենց ուզած տեխնազուն, իրենց ներկայացուցիչը չի անցել Գյումրիում եւ հիմա փորձում են եւս մի ընտրությամբ եւ ավելի կատարելագործված ընտրակեղծիքներով երևի հասնել իրենց նպատակին։ Եթե Գյումրիում նոր ընտրություն լինի, կարծում եք իրենց ուզած տեխնազուն կհաղթի, թե այդուամենայնիվ Գյումրին արդեն իր որոշումը կատարել է։ Եթե չկարողանան բավարար չափով ընտրակեղծիքներ կիրառել, միանշանակ չի անցնի իրենց տեխնազուն, բայց չգիտենք ինչ կանեն էլի։ Այս ընտրությունները տեսակ ինչ արեցին։ Հիմա իրականում փաստացի Հայաստանի Հանրապետությունում ընտրություն չկա, գոյություն չունի, այս պարզապես ժողովրդին խաբում են, ինչ-որ չափով ներկրավում են ժողովրդին, որպեսզի ցույց տա, որ ինչ-որ լինում է ձեր կամքով է լինում, որպեսզի ժողովուրդը չընդդիմանա, չըմբոստանա, իրականում ժողովրդի կամքով չէ ոչ մի բան։ Եվ Արտաշես Սարգսակյան հաշվի առնելով վերջին տեղեկությունը, որ մի քանի հոգևորականների թույլ չեն տվել վերադառնալ իրենց հոգևոր համայնքներ արտերկրում եւ այս պահին հանկարծ հիշել են զորավարժություններ, չէ, 25-օրյա զորավարժությունների մասնակցելու հանգամանքը, դուք ինչ եք կարծում, սա համընկել է, թե իսկապես միտում է եղել եւ հաշվի առնելով այն, որ ըստ էության գնդերեցների ինստիտուտը ոչնչացվել է եւ մեր հոգեվոր եղբայրները, հայրերը սովորաբար հենց այդ համակարգի շրջանակում էին ծառայություն անցնում, ինչպես է հոգեվորականների, այսպես ասած, ճակատագիրը հետագայում դասավորվելու։ Այն ինչ որ իրենք անում են, փոքրոքի վրեժխնդրություն է պարզապես։ Հոգևորականը առանց այդ էլ ինքը ծառայության մեջ է, ծառայում է իր համայնքին, իր հոգևոր հոդին, որ նոր Հայաստանից դուրս կամ Հայաստանից ներս նույն հայ ժողովուրդն է, նույն ժողովրդին է ծառայում։ Եվ իմաստ չկա իրենց կտրել իրենց ծառայությունից եւ բերել զինվորական ծառայության։
ես վստահ եմ, որ իրենք որպես զինվոր շատ ավելի թույլ են ծառայելու, քան որպես հոգևորական, որովհետև իրենք այդ ոլորտի մեջ են պատրաստված եւ որպես հոգևորական իհարկե իրենց ներկայությունը միշտ պետք է բանակում, զինված ուժերում կամ պատերազմի ժամանակ երբեք հոգևորականի ներկայության պակաս չի եղել եւ բոլորն էլ հոժարական գնացել են, բայց ոչ թե որպես զինվոր ծառայելու, այլ որպես հոգևորական։ Այդ նույնն է, ոնց որ կոպիտ համեմատություն բերեմ, կոսմոնավտին բերեն ինչ-որ մի հատ, չգիտեմ, տրակտոր քշելու վրա տնեն, հասկանում եք, երկուսն է կարևոր է, բայց կոսմոնավտին տիեզերագնացի վրա շատ ծախս են արել, որովհետեւ ինքը ուրիշ գիտելիքներ ձեռք բերի, հետո այդ ծախսը արդեն թեկուզ տնտեսական առումով է վերցնում, բերում են եւ ոչնչացնում են։ Այս իրականում իրենք այդ նմանատիպ բանը շատ են անում։ Իմ կարծիքով իրենց բուն նպատակը Հայաստանում պետականությունը քանդելն է, կազմաքանդելն է, որովհետեւ պետական կառույցներ չլինեն եւ մեր միակ հենարանը այսօր եկեղեցին է, միակ կառույցը, որն որ պահպանում է հայկականությունը Հայաստանում, եկեղեցին է եւ բնականաբար ես շատ տրամաբանական եմ տեսնում իրենց քաղաքականության մեջ այս հարցակումները եկեղեցու վրա, որովհետեւ իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ եւ ամենակայուն կառույցը միշտ եղել է հայ եկեղեցին։ Շնորհակալություն։